Սեպտեմբեր ամսին Հայաստանում մի քանի ողբերգական դեպքեր տեղի ունեցան, գործի է դրվել վենդետան, որտեղ մեկը մյուսին պատասխան հարված է հասցնում։ Դերևս ամենաաղմկահարույց դեպքը Փարաքարում տեղի ունեցած ողբերգական սպանություններն էին։ Սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Վալոդյա Գրիգորյանը սիրված էր հանրության շրջանում, նա Փարաքարի ընտրված համայնքապետն էր։ Նրա մահից հետո ընտանիքի անդամներից ավագ դուստրը բավականին հաճախ հրապարակումներ է անում հայրիկի մասնակցությամբ։ Շատ հաճախ դրանք հուզիչ են լինում, շատ հաճախ դրանք լի են լինում վրեժով։ Մարինեն հրապարակում է արել հայրիկի հետ, այդպիսով խոսելով իր ապրումների մասին։ Ատում եմ այն փաստը, որ ոչ մի բան չեմ կարա հետ բերեմ, ու որ միակ բանը, որ կարամ հիմա անեմ, այդ ուղղակի սպասելն է։ Սպասելն է այն օրվան, երբ ես նորից կգրկեմ իմ պապային, մանկությանս հերոս։ Գրել է աղջիկը հայրիկի հետ լուսանկար հրապարակելով։ Նշենք նաև, որ ընտանիքի մյուս անդամները համեմատաբար պասիվություն են ցուցաբերում ինստագրամյան հարթակում։ Միայն օրեր առաջ Արմլուրեյմի լրագրողը գտնվում էր Փարաքարում։ Նա խոսել էր Վալոդյա Գրիգորյանի մայրիկի հետ, մի քանի մանրամասներ էր փոխանցել որդու ողբերգական սպանության հետ կապված։ Տիկին Մարինեի խոսքով այս ամենը վենդետա է, վրեժի լուծում է, եւ որ այս ամենի հետևում գիտի թե նաև ով է կանգնած։ Հավելենք նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մերձավանում կրքերը չեն հանդարտվում։ Ծեսկրտուք է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում։ Ծեսկրտուքի մասնակից մի կողմը եղել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մերձավորները, մյուս կողմը նախկին գյուղապետ եւ ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի կողմնակիցները, երկու կողմն էլ երիտասարդներ։ Ասացին գյուղամիջում հանդիպել են, որոշ հաշիվներ պարզել, հասցրել են իրար ծեծել, անգամ քարերով եւ այլ առարկաներով վնասել են Ախտոյանի կողմնակիցների մեքենաները, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանխել միջադեպը, որ արյունալի ընթացք չստանա։ Ծեսկրտուքի մասնակիցների մի մասը փախուստի է դիմել, ասացին Վալոդյա Գրիգորյանի մերձավոր անձինք հիմնականում, բայց շուտով հնարավոր է հայտնվեն եւ հանձնվեն։ Հավանաբար բացատրական աշխատանքներ են տարվել իրավապահների կողմից։ ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը, որ վիճաբանություն է եղել նշված անձանց կողմնակիցների միջև, որը ոստիկանությունը կարողացել է կանխել։ Նշենք, որ Մհեր Ախտոյանը տևական ժամանակ է երկրում չէ, նա դեռ Վալոդյա Գրիգորյանի եւ ոստիկանության օպերծառայող Կարեն Աբրահամյանի սպանությունից առաջ էր հասցրել լքել երկիրը, Մոլդովայում է ու դժվար է վերադառնա Հայաստան։ Գիշերվա միջադեպն էլ կապված է Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ, ըստ էության վենդետայի շարունակությունն է, քանզի երկու թևերի միջև այս սպանությունից հետո ել ավելի խորացել է թշնամանքը։ Արմլուրեյմը եղել է Փարաքարում, խոսել է Վալոդյա Գրիգորյանի մոր Մարինե Գրիգորյանի հետ։ Վերջինս խոսել է մեղավոր ճանաչվածների մասին, նշելով, որ չէր ցանկանա, որ նրանք որևէ կապ ունենային այդ ամենի հետ, քանի որ իրենք էլ եթե լինեն բերդում, միևնույն է, լավ կյանք չեն ապրելու, թող իր թշնամին անգամ բերդում կյանք չունենա, սակայն ինչպես տիկին Մարինեն է նշել, իր որդու կյանքից թանկ որևէ բան չկա, սակայն այսօր իր որդին այլևս իր հետ չէ։ Տիկին Մարինեի խոսքով ինքը սպասում է, որ լինի արդար քննություն։ Վերջինս նշել է, որ իր որդու սպանության մեջ եղել են պատվիրատուներ։ Մարինե Գրիգորյանի խոսքով Փարաքարի համայնքապետ դառնալուց հետո իր որդու հաղթանակը այդպես էլ չեն մարսել։ Իշխանությունների ոտքերի տակ պարողներ կային, ովքեր կուլ չտվեցին իմ որդու հաղթանակը։ Դա մի մեծ ոսկոր էր, որը կանգնած էր նրանց կոկորդին, նշել է Մարինե Գրիգորյանը։ Մարդուն սպանեցին իր սկզբունքների համար, որովհետև գիտեին, թե իմ տղան իր կյանքից ինչ է ուզում։ Իմ տղան տարիներ շարունակ այս կուսակցությունից այն կուսակցություն չի անցել։ Իմ տղան սկզբունքային էր եւ հենց դրա համար էլ սպանեցին նրան։ Տիկին Գրիգորյանի խոսքով սա հրահանգն է Փարաքարի նախկին համայնքապետ Ախտոյանի։ Վերջինս դեպքից 10 օր առաջ երկրից դուրս է եկել, հրահանգ է տվել այս սպանությունը կազմակերպելու համար։ Տիկին Մարինեի խոսքով նա տարիներ շարունակ երկիրը չի լքել եւ միայն այս դեպքից 10 օր առաջ որոշել է հեռանալ։ Հավելենք նաև, որ այսօր ներկայացրել էինք նաև փետրվարի 5-ին սպանության մեջ կասկածվող Արմեն Ղազարյանի մոր Ռուզաննա Ղազարյանի հարցազրույցից հատվածներ։ Արմեն Ղազարյանը տեսանյութային երիտասարդն է, որի ձեռքում կա ինքնաձիգ բոլորին հայտնի ավտոմատը։ Նա արդեն 8 ամիս է կալանավորված է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ժամը 23:50-ին Փարաքարի կիսակառույց տան բակում սպանվել են համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ նրա ընկեր ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել է։ Արմեն Ղազարյանի մայրը սկզբում հրաժարվեց մեկնաբանություն տալուց, այնուհետև խոսեց։ Նա նշում է, որ իր տղան չի մարդասպանը։ Եթե լինի ճիշտ քննությունը, ապա իրավապահ մարմինները կգտնեն, թե ով է իրականում եղել այդ օրվա մարդասպանը։
Տիկին Ռուզաննայի խոսքով պետք է օբյեկտիվ լինել, որպեսզի նման դեպքերը կանխվեն։ Նա նշել է, որ պետք է յուրաքանչյուրը պատժվի, այդ թվում իր որդին, ով զենք է խլել, բայց իր որդին մարդասպան չէ, նա չի կրակել։ Այսօր ամեն ինչ բարդվում է իր որդու վրա, այսօր կալանավորված է միայն իր որդին փետրվարի 5-ի գործով։ Տիկին Ռուզաննայի խոսքով իրավապահ մարմինների բաց թողման արդյունքում է, որ կրկին կրակոցներ են հնչել Մերձավանում։ Նա նշում է, որ իր որդին այս պահին կալանավորված է եւ նա անմեղ է։ Նա պարզապես ներկա է գտնվել այդ օրը, սակայն ինքը մեղավոր չէ եւ ամեն ինչ բարդվում է իր որդու վրա։ Տիկին Ռուզաննան նշել է, որ դիմել է հանրապետության գլխավոր դատախազին գործը կրկին քննելու եւ անմեղության վարկածն առաջ բերելու համար։ Տիկին Ռուզաննայի խոսքով այս ամենը վենդետայի արդյունք է։ Վենդետա է եղել, քանի որ կողմին չի բավարարել քննության արդյունքը։ Ողջ մամուլի թիվ 1 թեման փառաքարի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունն է։ Սա ողբերգական դեպք էր, որի հետևում կանգնած է վենդետա ասվածը։ Դեռ ամիսներ առաջ փառաքարում սպանություն էր տեղի ունեցել։ Սպանվել էր փառաքարի նախկին ղեկավարի հորաքրոջ որդին։ Հորաքրոջ մյուս որդին էլ կանգնած է վենդետայի ետևում։ Այս օրերին մամուլում տարբեր կարծիքներ են հնչում։ Շատերը քննարկում ու քննադատում են կրակող անձին, շատերն էլ, պես ասած, պաշտպանում են նրան։ Մեկնաբանություններում նշվում է, որ տղան կիրթ, դաստիարակված եւ հիանալի երիտասարդ է եւ դրդված է գնացել այդ քայլին, քանի որ դատավարությունը ճիշտ չի ընթացել։ Նախաքննությունը ոչինչ էլ չպարզեց, դեռ մի բան էլ ավելի, մարդասպանին առօգ-փառօգ տնային կալանք տվեց, ինչն էլ բերեց նրան, որ անճարությունից դրդված այս տղան դարձավ հանցագործ, վենդետա արեց։ Ունենք երկիր, որտեղ դատական համակարգը մեռած է։ Մեկ այլ մեկնաբանություն հետևյալն է ասում. ցավ կար սրտում վրեժի, անտեղի չէր կարա վրեժ լուծեր, կար պատճառ, ուղակի խլվեց երկու կյանք ու անհասկանալի մի կյանք։ Համակարգն է թերացել, վերջի վերջո համակարգի սխալի հետևանքով է, որ մարդը գնացել է նման քայլի, մարդասպանը չպետք է ազատության մեջ լինի, դա փողոցային խուլիգանություն չէ, որ տվել են տնային կալանք։ Այս օրերին ժամանակ առ ժամանակ նաև տարածվում են Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի մասին պատմող տեղեկություններ։ Բոլորն են փաստում, որ երիտասարդ ընտանիքը համերաշխ եւ գեղեցիկ էր։ Ներկայացնում ենք Վալոդյա Գրիգորյանի կնոջ լուսանկարները, որոնք վերջինս հրապարակել է համացանցում։